այսօրվա դասի նպատակն է զարգացնել կարողություններ երկիր մոլորակի մասին, թե ինչպես ենք ապրում երկիր մոլորակում, հանդուրժողականություն, փոխօգնություն, խտաների խոսքի զարգացմանը, մտքեր ազատ արտահայտելու։ Սկսում ենք մեր դասը, ուշադիր երեխաներ, ինչ է սա։ Ինչ է։ Սա գլոբուս է։ Նստի, ինչ է գլոբուսով կասի։ Ասա։ Գլոբուսը երկիր մոլորակի փոքրացված մոդելն է։ Իսկ ասում է նստի ապրես, իսկ ասում է երկիր մոլորակի, ինչ բան է մոլորակը։ Ասա Արտուր ջան։ Երկիր մոլորակը մեծ կնոր երկիրային մարմին է, որ գտնվում է արեգակի շուրջը։ Ճիշտ է, Արտուր ջան, ճիշտ է, որ գտնվում է արեգակի շուրջը երեխաներ։ Ինչ եմ դրել այստեղ երեխաներ։ Երկիր մոլորակ։ Շատ բարի, տեսնեք, ինչ գիտենք երկիր մոլորակի մասին։ Արի ասում եմ։ Լավ, տեսնեմ դու ինչ կգրես։ Ելով ուզում գա, Արին Արի ջան։ Էլեն ջան, Արին տեսնեմ դու ինչ կգրես։ Արտուր Արի տեսնեմ ինչ կգրես։ Արի տեսնեմ ինչ կգրես։ Արի տեսնեմ ինչ կգրես։ Բավական, լավ, ապրեք երեխաներ, բավականաչափ պատկերացում ունեք մոլորակի մասին, գրել եք մարդիկ կան, մոլորակը կլոր է, բույսեր կան, ցամաք կա, ջուր կա, օդ կա, կարելի է գրել նաև լույս կա, հա, երեխաներ, ուրեմն երեխաներ, բոլորս միասին, այսինքն այս ձեր նշանները, բոլորս միասին, երեխաներ ապրում ենք այս մոլորակի վրա։ Իսկ ինչ կասեք, ինչ է նշանակում միասին ապրել։ Ասա տեսեք Սերա ջան։ Միասին ապրել նշանակում է կենդանիները, բույսերը, մարդիկ նույն մոլորակում են ապրում։ Այո, էլ, ուրիշ ինչ կասես Էմի ջան։ Պետք է համերաշխել։ Համերաշխել է այդ մոլորակում։ Իրար հետ չկռվեն։ Իրար հետ չենք կռվում, իսկ եթե չենք կռվում, ուրեմն իրար հաշտում ենք։ Էլ ինչ է կանում իրար։ Իրար օգնում են։ Այո, լավ երեխաներ, ճիշտ եք ասում, ինչ որ ասացիք ճիշտ է երեխաներ։ Ուրեմն լսեք, այսօրվա մեր դասն է, ինչպես են միասին ապրում մոլորակում, երեխաներ։ Նոր թեմա ենք սկսում, եւ թեմայի վերնագիրն է, ինչպես ենք ապրում մոլորակում։ Ուշադիր նայեք երեխաներ, երկիրը մեր ինչն է, ինչ կարող ենք ասել։ Երկիրը մեր տունն է։ Երկիրը մեր տունն է, ճիշտ է։ Եվ այստեղ ապրում են, մեկ անգամ ևս ասենք։ Այստեղ ապրում են մարդիկ, կենդանիներ եւ բույսեր։ Այո, մարդիկ, կենդանիներ եւ բույսեր։ Իսկ ինչ կարող ենք ասել երեխաներ։ Բնության եւ մարդու կապվածության մասին, տեսնեմ, մյուսները բնության եւ մարդու կապվածության մասին, ինչ կարող ենք ասել, մեզ ինչ է տալիս բնությունը, Ռոզան ջան։ Մեզ բնությունը լույս, օդ եւ ջուր։ Լույս, օդ, ջուր, միայն այդքան է տալիս մեզ բնությունը, Արտուր ջան։ Ինչ եք վերցնում մենք բնությունից։ Այո, բնությունից վերցնում ենք բարիքներ, ճիշտ եք ասում։ Լավ, եթե մենք բնությունից ստանում ենք օդ, լույս, ջերմություն, հա, բարիքներ ենք ստանում, ապա մենք ինչ-որ պատասխանատվություն ունենք այդ բնության նկատմամբ։ Ասա տեսնեմ Գնել ջան, ունենք որևէ պատասխանատվություն բնության նկատմամբ։ Մաքուր պետք է պահենք էլ ինչ անենք։ Պետք է հոգ տանենք։ Այո, պետք է հոգ տանենք։ Ինչպես կարող ես դու բնությանը հոգ տանել, Գևորգ ջան։
մաքուր պահեք, դա եղավ որ հոգացիր բնությանը, իսկ դուք անձամբ ինքներ, տեսեք ես օրինակ բերեցի, որ գնում ենք եւ այլն, իսկ անձամբ ինչ-որ բան արել եք, ինչ եք արել։ Այո, ես որ գնում էի ուսուցչության գրքում հանգստանում էի, իմ հետևից հավաքում էի իմ թափասները։ Շատ բարի, օրինակ վերջի ժամանակները մենք ինչ արեցինք, կարող ես հիշել Վարդան։ Անցած կիրակի օրը Այո։ մենք մասնակցեցինք դպրոցական շաբաթօրյակին։ Ու ինչ արեցինք։ Մաքրեցինք։ Մեր դպրոցի բակը մաքրեցինք, ճիշտ է։ Ահա, մոլորակում, էլ ինչ էր կա։ Ասա տեսնեմ նարել։ Կենդանիներ, բույսեր։ Կենդանիներ են ապրում նաև մոլորակում։ Լսվի։ Կենդանիների հետ մենք կապվածություն ունենք, ասա բներ ջան։ Մենք պետք է կենդանիների Ճիշտ է, մենք պետք է հոգ տանենք, մենք ինչ անենք կենդանիների։ հոգ Ասած հոգ տանենք, էլ ինչ անենք, որ սանք սպանենք, հա, կարելի է դա անենք, ոչ, չի կարելի, ապա պետք է չվնասենք պապաները։ Այո, կենդանիներին ևս վնասել չի կարելի, պետք է նաև պահպանել կենդանիներին, երեխաներին։ Ինչու, որովհետև նրանք ևս կապված են մեզ հետ, երեխաներ, ևս կապված են կենդանիները մեզ հետ։ Լավ, երեխաներ, մոլորակում ինչ կարծիք ունեք, մենք հայերս ենք ապրում մոլորակում, ասա տեսնեք։ Տարբեր ունեցող մարդիկ, տարբեր պետություններ, տարբեր ասացին, տարբեր լեզուներ ունեցող, եթե տարբեր պետություններ են, տարբեր ազգեր, ապա տարբեր ինչ։ Այո, տարբեր գույնի մարդիկ, երեխաներ, ուշադրություն դարձրեք այստեղ։ Ինչ եք տեսնում դուք այս նկարում, երեխաներ։ Էմի ջան, ասա տեսնեմ այս նկարում, այս մեջտեղին ինչ ես տեսնում դուք։ Դա երկիր մոլորակն է։ Իսկ այն մոլորակի շուրջը երեխաներ են։ Ու երեխաներին ինչպիսին են այդ երեխաները։ Ես ասեմ տարբեր Բոլորը սպիտակամորթ են։ Վարդան ինչ կասես, նստի Էմի ջան։ կարող են լինել սևամորթ, Այո, սևամորթներ, տարբեր մաշկերով, ահա, եթե սևամորթ դառան մաշկի, մուգ գույնով, սպիտակամորթներ, ճիշտ է։ տարբեր լեզուներ, Այո, տարբեր լեզուներ, էլ ինչ, տարբեր մշակույթի երեխաներ, այ երեխաներ, սրանք այս երեխաները, որ իրար ձեռքի են տվել, ինչ կարծիք ունեք, նրանք իրար լեզու հասկանում են, կարող են և չհասկանալ, բայց ինչու են իրար ձեռքի տվել, այս սարան ուզում որ իրանք շատ ընկերասեր են էլ, համերաշխ են ճիշտ է, և բոլորի նպատակը որն է, ապրել շատ ճիշտ է, խաղաղություն են ուզում, երեխաները աշխարհի բոլոր երեխաները ցանկանում են, որ մոլորակում լինի խաղաղություն։ Շատ բարի երեխաներ, ապա խմբեր կազմեք, դուք շուռ եկեք այստեղ, որ խումբը աշխատանքը վերջացնա, թերթիկը պարզապես բարձրացնում է վեր։ Կարտացեք պահանջը, նոր աշխատեք երեխեք ջան, անպայման կարտացեք։ Քանի որ բոլոր խմբերը պատրաստել, այս խումբը ներկայացնի իր աշխատանքը։ Մենք ապրում ենք երկիր մոլորակում։ Նախ պահանջը ասում, որ հասկացվի ինչ է սարել։ Լրացրեք բաց չունված կարել։ Մենք ապրում ենք երկիր մոլորակում։ Մենք պետք է օգնենք միմյանց։ Ճիշտ է։ Ձեր աշխատանքը ներկայացրեք, կարդում ես պահանջը, ու նոր կարտապահանջը ու ներկայացնում։ Շրջագծեր։ Ճիշտ պատասխան։ Ահա։ Տեսնեք։ Այ
լինեք բարի։ Ճիշտ ես պատասխանել։ Մյուս խումբը կարտադրեք պահանջը ու ձեր պատասխանը։ Շրջագծի ճիշտ պատասխանը։ Մենք պետք է աղտոտենք դրությունը, օգնենք միմյանց։ Որն է ճիշտ պատասխանը։ Օգնենք միմյանց։ Ճիշտ է։ Ապա արդեն կարող եք շուր գալ, եթե մենք կարողանում ենք համագործակցել միմյանց հետ, մոլորակի բնակչությունը, եթե կարող եք միմյանց հետ համագործակցել, ապա այդ համագործակցության ճանապարհի ամենակարևորը ի՞նչն է, երեխաներ, որ ինչ պետք է լինենք։ Հաշտենք միմյանց, լինենք բարեսիր, Նարեջան, դու ինչ կասես։ Ընկերասեր լինենք, ինչ կասես։ Լինենք, այո, ցուցաբերենք հանդուրժողականություն։ Բարի լինենք, ընկերասեր լինենք, հա։ Ինչ է հանդուրժողականությունը։ Ուրիշ ցանկացողներ չկա։ Վարդան ջան, չգիտես ինչ է հանդուրժողականությունը։ Դու ես ուզում պատասխանել, լավ պատասխանի դու, Նարեջան։ Շարունակի ճիշտ ես ապրես։ Պետք է ընդունենք այնպիսին նարկա։ Ինչ անենք։ Պետք է անենք հոգատարություն։ Դա է, բայց այստեղ մի ավելի կարևոր բան կա, որովհետեւ լինենք հանդուրժող, ինչ պետք է անենք։ Հաշտենք դիմացինի կարծիք, այո, շատ կարևոր է հանդուրժողականություն ցուցաբերելու ընթացքում շատ կարևոր է, որ դիմացինին ընդունենք այնպիսին, ինչպիսին նա կա, հաշտենք նրա կարծիքը, հաշտենք նրա մշակույթը, երեխաներ, լինենք բարի եւ ընկերասեր։ Երեխաներ, մեկ անգամ ևս հարցնեմ, մենք կարող ենք ասել, որ երկիր մոլորակը մեր տունն է։ Այո, կարող ենք ասել։ Ու ինչ պետք է անենք մեր մոլորակի երեխաներ։ Պետք է պահպանենք։ Դու ես ասում։ Մենք մեր մոլորակը պետք է պահպանենք։ Պահպանենք։ Իսկ ինչ պետք է պահպանենք։ Չկեղտոտենք, շատուր պահենք։ Այո, չկեղտոտենք, մաքուր պահենք, էլ ինչ անենք։ Խնայենք ջուրը։ Էլ ինչ անենք Ախտուր ջան։ Խնայենք ի՞նչը։ Խնայենք ով կասի։ Էներգիա։ Խնայենք էներգիան, երեխաներ։ Ճիշտ է, մենք պետք է մաքուր պահենք մեր մոլորակը։ Իսկ մեր մոլորակը մաքուր պահել որտեղից ենք մենք սկսում, երեխաներ։ Մեր բանից, մեր փողոցից, մեր համայնքի մոլորակի պահպանությունը սկսվում է մեր տնից, երեխաներ։ Երեխաներ, խոսեցինք բնության պահպանության մասին, բայց կան բնապահպանության կանոններ, հա, համապատասխան կանոններ կան։ Ասա Նարեջան։ Պետք է մենք ծածկ վերցնենք։ Ահա։ Շարունակի ապրես, ճիշտ ես աշխատասում, շարունակի դու։ Մենք պետք է չվնասենք ծառերը։ Չվնասենք ծառերը, չկոտրենք, չփճացնենք։ Չաղտոտենք ջուրը։ Աղտոտենք ջուրը, ճիշտ է, եթե ջուրը աղտոտենք, վնաս կտանք։ Այո։ Վնաս կտանք։ Բնությանը, կենդանիների, մեզ, ճիշտ է երեխաներ։ Երեխաներ, այս ամենի հետ մեկտեղ մոլորակում մեզ ինչ է պետք։ Այս ամենի հետ մեկտեղ մեզ ինչ է պետք։ Խաղաղություն և համերաշխություն, երեխաներ, այս ամենը իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է ամենից առաջ ամենաթանկը խաղաղությունը, երեխաներ, խաղաղություն և համերաշխություն։ Այն մեկ անգամ ևս որ նայենք այս նկարին, այ տարբեր ազգի երեխաներ իրար ձեռք բռնած, նրանք ինչ են մեզ ուզում ասել,
որ աշխարհի բոլոր երեխաները ուզում են ապրել խաղաղ երեխինակ։ Իսկ անջուրը ձեր մեջ մտածել եք, թե դուք ինչ դեր ունեք այս մոլորակի պահպանության, մանկուշ պահելու, այդ գործում, մոլորակի պահպանության գործում, ինչ որ դեր ունեք դուք յուրաքանչյուր ձեր։ Ասա տեսնեմ ինչ ես ասում ձեր։ Ես պետք է մաքուր պահել մեր մոլորակը։ Ասա այնտեղ, որտեղ կարող ես իսկապես մաքուր պահես։ Բնության դրվում։ Երբ գնամ բնության դրվում, Երբ գնամ բնության դրվում, իմ թափածը հետևիցս կհավաքեմ։ ձեր փողոցով անցնելիս այնտեղ պատերի տակ թղթեր կային, չգիտեմ ինչեր կային, ապա այդ ուղղությամբ ինչ կասես։ Ես դրանք էլ նույնպես հավաքում։ Կհավաքեմ, այո, կհավաքեմ, որ մեր փողոցը մաքուր Եվ լինի։ կգցեմ համապատասխան վայրում։ Այո, համապատասխան վայրում կգցես, ճիշտ է։ Ուրեմն դու բնությունը չհաղթովելով նստի, եզրակացնեմ Սեգայի ասած, բնությունը չհաղթովելով նշանակում է նա պահպանեց մոլորակը։ Յուրաքանչյուրս որտեղ որ բնակվում ենք երեխաներ, մենք այդ մեր բնակավայրը մաքուր պահելով կստացվի, որ մենք մոլորակը պահեցինք ու պահպանեցինք, մաքուր պահեցինք, չհաղթովեցինք մեր բնակավայրը, մեր միջավայրը, մեր մոլորակը։ Ուզում եմ այստեղ մենք մի հատ խաղ խաղանք, հայրենիք։ Լսեք։ Ուրեմն ես կասեմ բառեր, եթե իմ ասած բառերը դրական լավ բառեր եղան, դու ծափ կտաք։ Իսկ եթե վատ բառեր ասացի, ուրեմն ծափ չեք տա։ Օգնել ընկերոջը։ Կռվել ընկերոջը։ Կոտրատել ծառի ճյուղերը, մաքրել դպրոցի միջավայրը, օգնել տատիկին անցնել փողոցը։ Լավ երեխաներ, սխալներ թույլ չտվեցիք։ Հիմա երեխաներ, ես ձեզ մի նոր խմբային աշխատանքերի շուռեր եք, ես ձեզ մի աշխատանք հանձնարարել։ Երեխաներ, ես ձեզ տվել եմ նկար բառեր, դուք այդ բառերը պետք է դասավորեք տնից մոլորակ հերթականությամբ։ Ուշադրեք, տնից մոլորակ հերթականությամբ։ Ավարտել եք ձեր աշխատանքը, տեսնեմ։ Տրեք եստեղ ձեր աշխատանքը թերի է, երկու կումը ճիշտ է աշխատել, ճիշտ եք դասավորը պարզապես մի քիչ անկուտություն եք ցուցաբերել։ Լավ, բերեք եզրակացնենք, այս աշխատանքի իմաստը որն է, այս աշխատանքը մի քիչ պետք է հասկանանք, ասես Սեդաջան։ Աշխատանքը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր ոք բնության և մոլորակի մի մասնիկ է։ Մարդու հոգատար վերաբերմունքի շնորհիվ կարող ենք պահպանել երկիր մոլորակը։ Ճիշտ է, սա կարծես մեր դասի ամփոփումներ նստի, մի հատ էլ հարց երեխաներ, ինչ սովորեցին մենք այս դասից։ Ինչ սովորեցինք։ Մենք այս դասից սովորեցինք, որ չի կարելի աղբը թափել։ Այո, չի կարելի աղբը թափելու պատահի, էլ ինչ սովորեցինք։ Պետք է պահպանենք բնությունը։ Պետք է գետակներին չվնասենք։ Չվնասենք գետակներին, էլի չանենք կանանենք։ Չվնասենք այո ծառերը, ճիշտ է։ Իսկ պետք է գետակների փոք տանել։ Երեխաներ, այս ձեր բոլոր ասածը մի նախադասությամբ ես ամփոփեմ, երեխաներ, մենք պետք է հոգատար վերաբերմունք ցույց տանք մեր մոլորակի նկատմամբ։ Այս կան երեխաներ։